սկսում ենք երրորդ մասը։ Այս մասում մենք իրար հետ ուսումնասիրելու ենք Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից մեկը, շատ տարրական ստեղծագործություն, որը գրված է երեխաների համար։ Ու ես կոնկրետ այս գործը ընտրել եմ այն նպատակով, որովհետև եթե ես կարող եմ ապացուցել, որ Շումանը նույնիսկ երեխաների համար գրում է նույն օրենքներով, ինչի մասին մենք իրար հետ զրուցեցինք երկրորդ մասում, ուրեմն նշանակում է, որ սա ճշմարիտ է նույնիսկ այս գործից դուրս ավելի բարդ ու ծավալուն գործերի մեջ։ Իհարկե շատ ավելի լավ կլիներ, ու ես իրոք այդպիսի մարդ եմ, որ ես ժամանակ ունենայի իմ օրվա ընթացքում, ասենք 96 ժամ, ված չէր լինի, ու բոլոր գործերը ցույց տայի ձեզ այսպես, Շումանի, Շոպենի, Բրամսի, Մենդելսոնի, որ հասկանայիք, որ սա ես ուղղակի ոնց որ ասած հատուկ կենտ ծաղիկ չեմ ընտրել, որ իմ ասած ինչ որ բաները ապացուցեմ ճիշտ ու ինձ լավ զգամ։ Չէ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ ոնց որ միշտ ասում եմ, դուք զբաղվեք խորը ինքնաուսուցմամբ ու գնացեք ու սովորեք, դուք նոտաները բացեք ու նայեք։ Ուրեմն սկսենք շատ հասարակ հարցով, եթե նայենք նոտաներին, ուրեմն տեսնում ենք շատ բաներ, տեսնում ենք լեգատո համ աջ ձեռքում, համ ձախ ձեռքում, սկզբից մինչև վերջ, դրա մասին էլի խոսանք, նաև տեսնում ենք մի քանի նշան այստեղ, որ ճիշտն ասած, եթե ոնց որ ասած բառի բուն իմաստով վերցնենք, կոնկրետ սրան է վերաբերվում, սա ուղղակի անհնար է կատարել դաշնամուրի վրա, որովհետև մի նոտայի վրա մենք չենք կարող ձայնը բարձրացնել ու իջացնել։ Նենց որ այդ նշանի մասին էլ կխոսանք, բայց ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք այս տակտին, կոնկրետ 7-րդ տակտին, որովհետև մենակ այս տակտի մեջ է, որ Շումանը գրում է decrescendo։ Ու ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ ոնց որ երկրորդ մասում էի ես ձեր հետ կիսվում, սա ոնց են ասում, թարգմանությունն է ամենակիչը։ Իսկ սրանից առաջ ինչից է վերցվել, ասինքն ինչից է թարգմանվել սա։ Դե օրինակ եթե նայենք այստեղ մանուսկրիպտին, տեսեք ինչու եմ ուզում ձեզ ցույց տալ, սա Շումանի գրածն է արդեն, ու տեսեք նույն decrescendo-ն կա 7-րդ տակտում, նույն իմ ցույց տված այդ մի նոտայի վրա նշանները decrescendo, crescendo-ն կա, բայց երկրորդ անգամ, ոնց որ տեսնում եք, երկրորդ անգամ Շումանը չի գրում ստեղծագործությունը։ Նա ուղղակի նշում է, որ հետ գնանք da capo վերևից մինչև ասենք գանք այս կետին ու այդ կետում արդեն վերջացնենք ուրիշ ձևով։ Իսկ սա ինչու է կարևոր։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե մենք նայենք թե ինչ է այստեղ տպված, նա շատ կարևոր բան չի արտահայտում, այսինքն ինչը չի արտահայտում, որ այստեղից սկսած, երբ որ կրկնողությունը սա արդեն երկրորդ անգամ է, որ կրկնվում է, այդտեղից սկսած, երբ որ մենք տպում ենք նույն ձևի, նույն բանը, մենք ոնց որ աշակերտին կամ դաշնակահարին, որը որ սովորում է այս նոտաներից, ստիպենք, որ ոչ մի ուրիշ բան չփոխեն երկրորդ անգամ նվագելուց։ Ու շատ անգամներ օրինակ Շոպենն է տենց գրում։ Օրինակ իմ հիշելով առաջին սկերցոն, որը իր մեջ շատ կրկնողություններ ունի, այսինքն շատ մատերիալ կա այնտեղ, ահռելի մաս, որը բառացիորեն կրկնվում է, բայց ինքը նստում է ու գրում է առանց ասելու, որ ասենք ռեպրիզայի նշանով չի սահմանափակվում։ Ինչու՞։ Որովհետև ինքը չի ուզում իմպրովիզացիա։ Դե լավ, շատ չեմ ուզում ես թեմայով խորանամ, իմ ասածը այն է, որ ամեն դեպքում ստեղ տարբերությունը սա է, որը Շումանը իր մանուսկրիպտում գրում է, ու մնացածը այս ամեն ինչը գոյություն չունի։
հա, այս ամենը գոյություն չունի։ Այսինքն, երբ որ մենք դա հասկանում ենք, որ այս նշանը շատ կարևոր է, իրոք աչքի է հանգնում, որտեվ երկու անգամ ինքը չի գրում, նույնիսկ ընդհանրապես մի անգամ է գրում։ Այսինքն, իմ ասածը ինչ է։ Խնդրում եմ ինձ պատասխանեք, շատ հասարակ հարց եմ տալիս։ Ու հիշեք, սա երեխաների համար է գրված։ Սա չի գրված ինչ որ վիրտուոզ կատարողի համար։ Ինձ բացատրեք սա։ Ես երկրորդ մասում ասացի, որ մեծագույն կոմպոզիտորները միայն իրանց թանակը ծախսում են գրելու այն, ինչ որ աննորմալ է կամ անսպասելի, կամ իրանք ասենք կարող է ուղղակի գրեն, որ ձեզ ստիպեն, որ անեք կոնկրետ իրանց ուզածը։ Որտեվ շատ ուրիշ ձևերով կարող է, ասենք, այդ տակտը մեկնաբանվել եւ կատարվել։ Այ հիմա, եթե օրենքը սա է, ու իրոք օրենքը վատ օրենք չի լինի, եթե մենք նայենք ամենասկզբից, եթե մեր գիծը երաժշտության իջնում է ներքև, հետո բարձրանում է, հետո իջնում է, այսինքն մենք կարող ենք շատ հանգիստ սա անել։ Ու իրոք վատ չի հնչի, եթե մենք դա անենք։ Հետո եթե մենք շարունակենք ու տեսնանք այս մեծ ցածկը, հա, ուրեմն վատ չի լինի, որ այս օկտավայի թռիչքի ժամանակ մենք դինամիկան բարձրացնենք, բայց քանի որ հետո սարից նորից իջնելու ենք ներքև, մենք ասենք decrescendo անենք։ Վատ միտք չի։ Ու դրանից հետո սա էլ վատ միտք չի, բայց Շումանը այսին բոլոր նշածները ու ճիշտն ասած սա էլ վատ միտք չի այստեղ։ Բայց Շումանը միայն գրում է, այդ ուրիշ գույն վերսն եմ, միայն գրում է սա։ Ինչու՞։ Ամեն դեպքում հիշեք իմ օրենքը սա էր, որ միայն Շումանը կգրի, եթե ինչ-որ բան աննորմալ է, չէ, բայց սա նորմալ է։ Այսինքն ես սխալվում եմ, երբ որ ասում եմ, որ Շումանը սա հատուկ պատճառով է գրել, որովհետև ամեն դեպքում ոնց որ տեսնում եք, սա շատ նման է սրան։ Իրանք երկուսն էլ ոնց որ գագաթնակետ են, այս դեպքում կոնկրետ լյան ամենաբարձր նոտան է ամբողջ ստեղծագործության։ Բայց ամեն դեպքում իրանք երկուսն էլ ոնց որ սարի գլուխն են ու այդտեղից իջնում ենք ներքև, ու եթե ոչ մի բան գրված չլիներ, ամեն դեպքում մենք կանենք ինչ որ Շումանն է գրել, այսինքն նորից ձեզ հարց եմ տալի, ինչու է Շումանը գրել սա։ Եթե դուք կարողանաք այդ հարցին պատասխանեք, ուրեմն իրոք պետքա ձեզ պետքա շատ լավ զգաք։ Իսկ եթե այս հասարակ հարցին դուք չեք կարողանում պատասխանեք, ուրեմն ես շատ ուրախ եմ, որ այս վիդեոն լսում եք դուք, որովհետև ինչ որ մի բան կսովորեք ու ձեզ հաստատ կօգնի։ Ոչ միայն այս գործը նվագելու համար, այլ ընդհանրապես։ Ուրեմն պաուզա տվեք, մտածեք, ամեն դեպքում ես շարժվեմ առաջ։ Ուրեմն տեսեք, նորից հետ գնանք մանուսկրիպտին, չնայած ճիշտ ասած մանուսկրիպտը ինձ պետք չի, որ սա հասկանամ, ուղղակի ձեր համար ուզում եմ ցույց տամ, որ ինչքան կարևոր է էլի դա ունենալը։ Նայեք։ Ես ասացի, որ Շումանը միայն սա է գրել։ Բայց տեսեք ինչ ենք մենք կորցնում, երբ որ այս ամեն ինչը տպվում է։ Մենք կորցնում ենք, թե Շումանը սկզբում ինչ էր գրել ու ինչ է ջնջել։ Տեսեք, ուրեմն ինքը սա գրել էր, բայց դրանից երկու տակտ առաջ ինքը նաև երկու անգամ էր գրել։ Ու եթե հիշում եք, դա մենք էլ էինք նշել, ես էլ էի նշել, երբ որ ասեցի դա նորմի մեջ է, չէ՞։ Այսինքն հարցը նույնիսկ ավելի է խորանում, երբ որ մանուսկրիպտ ունեք, սա ավելի դժվար հարց է դառնում, որովհետև մտածում ենք, թե ինչու է Շումանը այդ երկուսը ջնջել։ Ու եթե մի քիչ էլ մոտիկանամ, տեսնում եք այստեղ ինչ գույն ընտրեմ, որ լավ լինի։ Ոնց որ գրված է այստեղ forte piano, հա? Հետո նորից է գրված forte piano ու երրորդ անգամ էլ ոնց որ նույն բանն է, չէ՞։ Հիմա իմ կարծիքով ես
չեմ գժվել դեռ 3 անգամ ինքը գրել է fortepiano, բայց հետո փոխել է ու անկեղծ ասած ես չգիտեմ Շումանը ուր ես ուր չէ, բայց եթե ես գուշակեի, ես կասեի երևի ինքը այդ fortepiano-ն ջնջելա ու սա է դրել այս նշաններն ա դրել, որոնց էլի կանրադառնանք ու դրանք պահելա, հա հետո ջնջելա սրանք, այս ամեն ինչը ջնջելա ինքը ու մեկ էլ պահելա մեր զուտ decrescendo, ինչի մասին որ մենք խոսում ենք։ Այսինքն manuscript-ին նայելով շատ ավելի հետաքրքիր է մենք հասկանում ենք, որ ինքը ամեն դեպքում չեմ ուզում ասեմ տաժանակ իր աշխատանքը կատարել, բայց ամեն դեպքում ինչ որ ինքը նենց ուղղակի հասարակ դա չի դրել։ Ոնց որ անելու բան չուներ կամ պատահական է դա ստացվել կամ ուղղակի դրելա, որովհետև սա ամենաբարձր նոտան է, չէ։ Նույնիսկ այս նոտաները, որոնք բարձր չէին, ինքը ամեն դեպքում նախատեսել է դա։ Ուրեմն, ինչ ենք սովորում այս ամեն ինչից։ Ես այդ դեռ պատասխանը չեմ տվել։ Ես համոզված եմ, որ պատասխանը ինչ որտեղ ձեզ ցնցելու է։ Բայց լավ առումով էլի, բայց առաջին հերթին սա շատ կարևոր է, ինչու։ Որովհետև այն մարդը, որ այս ինֆորմացիան չունի, կարող է նայի այս նոտաներին ու ասի, որ ես այս տակտում, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ ոչ մի բան պետք չի ինձ անել։ Ես ուղղակի նվագելու եմ լրիվ ոնց որ ասած հավասար ամեն ինչ, հա, առանց decrescendo crescendo անելու։ Քանի որ իմ տերմինոլոգիան ռուսերեն ու անգլերեն է երաժշտության մեջ շատ անգամներ կներեք, ես մի քիչ դանդաղ եմ խոսում, որտեվ անդադ մեկ թարգմանելով եմ էլի խոսում։ Ուզում եմ ասել flat, no shaping։ Կարճ ասած, հա, flat, այսինքն ոնց որ օվկիանոսի նայում ենք տափակ, էլի։ Տափակ նվագել հաստատ չէ։ Ես ոնց որ նշեցի, ամենալավ ձևը սա է, ինչքանով էլ որ դա գրված չի։ Այսինքն առաջի բանը, որ մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք այս նշանին նայում ենք, որ դա չի նշանակում, որ մենակ այդտեղ ենք մենք decrescendo անելու։ Դա շատ կարևոր է։ Իսկ ինչ վերաբերվում է թե օրինակ ես ինչպես որոշեցի, որ այլ պետք է օրինակ ֆրազիրովկան ասենք սենց արվի, դե որ նույն կանոնով ինչ որ ձեզ էի սովորացրել, չնայած անպայման չի որ մենակ այդպես լինի, ես գտնում եմ որ նույնիսկ սա էլ խելքին մոտիկ է։ Սա էլ իրոք խելքին մոտիկ է, անպայման չի։ Ու շատ անգամներ դրա համար կոմպոզիտորները կարողա չգրեն, որովհետև իրանք ձեզ ուզում են տան ընտրության հնարավորություն, որովհետև ամեն դեպքում ինձ թվում է որ ազատությունն էլ է սիրուն բան։ Ու այստեղ իրանք դա հասկանում են, գնահատում են, բայց այստեղ դուք ազատության իրավունք չունեք։ Դա շատ կարևոր է հասկանալ։ Լավ։ Ուրեմն ձեզ ասեմ, ինչու ասա սենց գրված։ Ուրեմն, եթե ուսումնասիրեք Ռոբերտ Շումանի, ու սա արդեն պատանեկան Շումանի մասին չի խոսքը, բայց նույնիսկ պատանեկան տարիքից։ Եթե ուսումնասիրեք իր գործերը, համարյա ամեն տեղ, համարյա ամեն գործում ինքը նշում է իր կնոջից վերցրած թեման 5 4 3 2 1 ու հենց իր օրիգինալ վերսիայով կոչվում է դա Կլարայի մոտիվը։ Կլարայի մոտիվը իր օրիգինալ վերսիայով հենց կոնկրետ ռե մինորում է։ Ինքը վերցվել է հատուկ գործից 6-րդ հրատարակչությունից Կլարա Շումանի ու ինքը ուրեմն վերցրել է մի քիչ շատ խորն է այս թեման ու էլ եմ ասում ամեն տեղ է թե կվինտետի մեջ, թե կվարտետի մեջ, թե առաջին սիմֆոնիայի, թե Քրեսլերյանայի, թե ամբողջ ֆանտազիան դո մաժոր դրա վրա է հիմնված, այսինքն սա իմ կարծիքը չի, սա 100%-անոց ապացուցված բան է։ Ուղղակի շատ մարդիկ չեն հասկանում, թե իրոք ինչքան տեղ է, էլի դա, ասենք մի քանի տեղեր կա, օրինակ ֆանտազիան ամենա բարձ տեղն է, որ այս թեման կա։ Ու այս թեման, ուրեմն լյա, մի հատ ընտրենք, մի հատ գույն ստեղ, լյա, սոլ, ֆա, մի, ռե։
ու իր օրիգինալ վերսիայում կարծեմ մի քանի հատ լյա կա։ Կարծեմ առաջին երկու նոտան լյա են։ Ամեն դեպքում, այսինքն ինքը 5-րդ աստիճանից իջնում է առաջին աստիճան։ Ու կտեսնաք, որ նույն բանը ճիշտ ասած ստեղ է կատարվում։ Այս մեկը ռե մինորում չի արդեն, այս մեկը լյա մինորում է, որը որ ցույց տվեցի։ Այսինքն գործը ամենասկզբից Կլարայի թեման է վերցնում ու ոնց որ ասած դրա վրա է հիմնված ինքը։ Բայց այս դեպքում, քանի որ արդեն իր օրիգինալ վերսիայում է ու քանի որ ամենագագաթնակետն է, այսինքն լյան այս դեպքում, այս կոնկրետ այս լյան ամենաբարձր նոտան է, Շումանը ոնց ասեմ, աշտարակի գագաթնակետից գոռում է մեր վրա, այս village-կային չի ասում, կամ hairpin անգլերենով, decrescendo, ինքը ոնց որ գոռում է, որ ուշադրություն, այդ 7-րդ տակտում շատ կարևոր բան է կատարվում։ Ու ճիշտն ասած, եթե ուշադիր նայեք, ինքը ձախ ձեռքի մեջ էլ է կատարվում, չէ՞։ Ամեն դեպքում իմ ասածը ինչ է, ու ինքը մի բան էլ ուզում ասել, որ ինչու այս նոտաների վրա կոնկրետացել սկզբից, չնայած հետո ասենք transposition-ը արվում է տարբեր ուրիշ տոնայնություններում, որտեվ Կլարայի անունը համարյա այստեղ գրված է, եթե նայեք, լա ռե, Կլարա։ Ու Շումանը շատ հետաքրքիր տենց բաներ ունի։ Հիմա իմ ասածը ինչ է, որ մենք կարող ենք նայենք սրան ու գաղափար չունենանք իմ երկրորդ մասում բացատրած օրենքից ու ասենք ու գանք շատ վատ եզրակացությունների։ Առաջերտին, որ մենակ այս դեպքում ենք decrescendo անում, ահա որ դա եզրակացություն է, ու երկրորդ հերթին ամբողջովին կորցնենք ամբողջ գործի հիմնական կետը, որը 7-րդ տակտում է, ամբողջ գործի ամենակարևոր կետը։ Ու տեսեք, որ ամեն դեպքում այդ 7-րդ տակտում մենակ սա չի կատարվում, որտեվ մենք իհարկե Կլարայի թեման ունենք, ոնց որ ասեցի, երկու ձեռքում, բայց հետո եթե ուսումնասիրեք, օրինակ ամենասկզբից մենք ունենք մենակ մի ձայն, հա, ստեղ ասենք երկու ձայն ունենք, որտեվ մեզ 7-րդ աստիճանն է պետք, բայց ամեն դեպքում հետո մենք շարունակում ենք էլի մի ձայն անի, բայց այստեղ արդեն առանց ոնց որ ասած ոնց են ասում հայերեն argument երբ որ լեզուն չես խոսում մոռանում ես ուզում եմ ասեմ ոչ մեկ չի կարող մեր հետ վիճվի առանց վիճաբանության, դա է ուզում ասել, առանց վիճաբանության կոնկրետ 8-րդ տակտում մենք երկու հատ ձայն ունենք։ Այսինքն այնքան դրամատիկ է 7-րդ տակտը, որ նա ծնում է ոնց որ ասած երկու մեղեդի իրանից, չէ՞։ Ու նույնիսկ եթե նայեք այստեղ մենք ունենք շատ հետաքրքիր էս դո դիեզը, հա, որը մեզ ոնց որ երկրորդ անգամ դե չասեմ երկրորդ անգամ, առաջի անգամ, որտեղ սա առաջի անգամ է, երկրորդ անգամ էստեղ է կատարվում, ինքը շատ հստակ մեզ ասում է, որ մենք ոնց որ ասած գնում ենք ռե մինոր, մի մոմենտ, հա, մոդուլյացիա չի, բայց մի մոմենտ մենք գնում ենք ռե մինոր։ Ու հիշեք, որ իմ ասածը ինչ էր, որ Կլարայի օրիգինալ թեման ռե մինորում է։ Ու ուրիշ ինչ կարող եմ ասեմ, ուրիշ սա կարող եմ ասեմ, տեսեք, օրինակ գրված չի, որ այստեղ շատ խելքին մոտիկ բան է դանդաղացնելը։ Հիմա դուք ինձ կասեք, ու ես տենց շատ ոչ միայն երաժիշտներ գիտեմ, որ կատարողներ, ասենք, այդպիսի նույնիսկ պրոֆեսորներ, այսպես կոչված գիտեմ, որ կասեն օրինակ, ինչու ես դու այդտեղ դանդաղացնում, չէ՞, ինչ աշակերտին, որովհետև շատ անգամներ մենք նույնիսկ զգում ենք, որ աննորմալ է, եթե մենք չդանդաղացնենք, բայց գրված չի, իրանք կշեշտեն, որ retardando գրված չի, ինչու ես դանդաղացնում։ Բայց այդ նույն մարդիկ օրինակ վերջում, երբ որ retardando-ն ես չեն բողոքի։ Կարճ ասած, օրինակ ինչու retardando-ն այդտեղ ինչքանով էլ որ նշված չի, շատ կարևոր է։ Առաջի հերթին, որտեվ ես ուզում եմ ցույց տամ, որ երրորդ բախման ժամանակ, քանի որ 4-4-ի մեջ ենք մենք, երրորդ բախման ժամանակ շատ կարևոր հարմոնիա է կատարում, ռե մինորը, որից դուրս գալու համար ու հետ գնալու դեպի դո մաժոր մեզ մի քիչ ժամանակ է պետք, որտեղ ոչ մեկ դա չի մարսի։ Հասկանում եք, սա շատ
շատ դժվար է լինելու հանդիսատեսի համար։ Այդ մեկ, երկրորդ ձայնն է գալիս մեջտեղ, չէ՞։ Հետո այստեղ ուրիշ բաների մասին էլ մենք կարող ենք խոսենք, ես շատ չեմ ուզում խորանամ, ամեն դեպքում տեսեք, որ այստեղ ունենք մենք դո դիեզ, որը բախվում է դո բնական դոյի հետ, հա։ Ու հետո ամեն դեպքում ամեն ինչ այստեղ իջնում է, մենք վերելք ենք ապրում, հետո ամեն ինչ իջնում է ու մեկ էլ նորից մի քիչ վերելք, այսինքն ուղղությունը կանտուրի ուղղությունը փոխվում է։ Ձայնի գծի, հա, հայերեն կարծեմ կոնտուր բարկա։ Ամեն դեպքում նայենք հիմա իմ նաև շեշտած այս նշանին։ Իսկ սա, երբ որ Շումանը նշել էր ֆորտեպիանո, եթե հիշում եք մանուսկրիպտի մեջ, հետո ջնջելա, ինչա նշանակում ֆորտեպիանո։ Ամեն դեպքում դա էլ հնարավոր չի անել մենակ մի նոտայի վրա, ես կարող եմ անեմ ֆորտե, հետո պիանո, ասենք, ու սեն շարունակեմ, այստեղ միգուցե ավելի լավ ձախ ձեռքի մեջ, բայց ամեն դեպքում Շումանը դա վերջում չի նշել, ինքը նշել է մի նշան, որը ճիշտ ասած ես շատ եմ տեսել Շումանի ստեղծագործությունների մեջ, օրինակ առաջին նոտան աջ ձեռքի 99-րդ հրատարակչության առաջին գործի մեջ, լա մաժորում։ Հենց առաջին նոտան սկսվում է ֆա դիեզի վրա։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Վատ եզրակացություն։ Շումանը հիմարը ինքը չգիտի թե ինչպես գրի նոտաներ ու ինքը գրել է մի բան, որը հնարավոր չի անել։ Ոնց որ հասկանում եք, եթե դուք կարծում եք, որ Շումանը հիմար է, ու ես ինչու եմ ասում հիմար կամ գիժ ավելի շուտ, որովհետև ասում են, որ ինքը գժանոցում է անցկացրել իր վերջի տարին, արդեն գժված էր։ Չէ, ով որ այդպիսի բաներ է կարծում, գիժը ինքն է։ Չէ, ավելի խելացի մենք կլինենք, որ մեզ մեծամիտի տեղ չդնենք ու հասկանանք, թե Շումանը ինչու ասա գրել։ Այս նշանը ճիշտն ասած նշանակում է, որ մենք ժամանակ հատկացնենք այս նոտաներին։ Ու քանի որ ամեն նոտան բարձանում է, տեսեք ինչ նոտա շատ կարևոր նոտաներ են։ Ռե, ֆա, ու լյա։ Ու իրար հետ ռեն, ֆան ու լյան մեզ ինչ են տալիս։ Այստեղ գրեմ մեր համար։ Ռե, ֆա ու լյա։ Ռե մինոր։ Մենք ոնց որ մեղեդիով, հա, ոչ թե հարմոնիայով կանխատեսում ենք այս ռե մինոր ակորդը։ Ինչ հիանալի է, չէ՞։ Ու քանի որ այդ նոտաները շատ կարևոր են, մի քիչ շատ ասեցի, որտեվ կոնկրետ 68-ի տակ 43-ա ստեղծագործություն ա գրած, ես ուղղակի առաջինն եմ նայում։ Քանի որ ինքը շատ կարևոր է, մեզ ժամանակ է պետք։ Ու քանի որ երկրորդ անգամ կատարենք, միգուցե ավելի շատ ժամանակ վերցնենք կամ ավելի քիչ, բայց ամեն դեպքում ես նույն ժամանակը չի վերցնի ամեն անգամ։ Դա էլ չի գրած։ Այսինքն գրած է որ ժամանակ վերցնենք, բայց չի գրած ինչքան ժամանակ վերցնենք։ Այնպես որ ես 100% համոզված եմ, որ եթե մենք ժամանակ չվերցնենք, իրոք անհնար է դա անելը։ Վերջին իմ թեման, որ ուզում եմ շոշափեմ, ուրեմն տեսեք, մի տակտ չկա, որ լեգատո գրված չի լինի։ Ինչու է Շումանը գրել այս բոլոր լեգատոները։ Առաջերտին մենք լեգատոների մասին նորից խոսանք։ Լեգատոն չի նշանակում մենակ նոտաները ֆիզիկապես միացնել, որովհետև դու կարող ես ֆիզիկապես նոտաները միացնես, բայց ոչ մի բան էլ չմիանա իրար։ Այսինքն ես կարող եմ քեզ օրինակ բերել, ուղղակի հիմա չեմ ուզում նստեմ դաշնամուրի մոտ, տենց ավելի հեշտ կլինի իմ համար, ավելի իմ գործը դժվարացնել եւ ինձ ավելի դուր է գալիս, բայց ամեն դեպքում ես կարող եմ նստեմ հիմա դաշնամուրի մոտ ու նույնիսկ պեդալն էլ պահեմ ու ամեն նոտա իրար միացնեմ, բայց ոչ մի բան իրականում մտովի չմիանա իրար։ Ու կարող եմ նստեմ նույն ձևով մի մատով գրիչով դաշնամուրը նվագեմ ստակատո, մի նոտայից մի նոտա, ու ես միացնեմ այդ նոտաները, որտեղ միացումը կատարվում է ոչ թե այդ ֆիզիկական ինչ-որ միացումով, այլ
լոգիկական է միացումը, իսկ միացումը երաժշտության մեջ ոնց կարելի անել դինամիկայով կամ ժամանակով։ Մենք կարող ենք դինամիկան բարձրացնել, իջացնել, այսինքն ուղղություն տալ, շունչ տալ երաժշտական գծին, կամ ոնց որ ասած, եթե պատկերացնենք ռեզին, հա, ժամանակը մենք կարող ենք իրան ձգել կամ նեղացնել, press-ի տակ դնել, հա, ասենց ասեմ։ Հիմա այս լեգատոները նաև դա են նշանակում, այսինքն սա մենակ չի նշանակում, որ մենք պետքա միացնենք, սա չի նշանակում, որ ամեն ինչ միացնում ենք ստեղից ընդեղ, հետո ստեղ միացում չկա։ Շատ անգամներ այդ լեգատոն ընդհանրապես չի էլ նշանակում միացում, ու շատ մարդիկ նույնիսկ ֆիզիկապես միացնում են այս մոմենտը, էլի։ Ստեղ ինչու է գրված այսպես, հա։ Ես ասեմ ձեզ ինչու է այսպես գրված։ Որտեվ առաջերտին սա երեխաների համար է գրված, դա պետք է մենք հիշենք, չէ՞, երեխաների համար է գրված, ու եթե երեխան սա նվագում է, ինքը այս լեգատոն նվագելու համար պետք է հատուկ մատներ օգտագործի։ Հա, ու Շումանը ոնց որ եթե նայենք մանուսկրիպտի մեջ, հիմա ինձանից չխոսամ, տեսնանք ինչ է գրել ինքը։ Մատներ գրել է, այստեղ գրված է։ Չէ՞։ Այսինքն ինքը զգոն է, ինքը հասկանում է, որ կոնկրետ այդ մասում, երբ որ ֆա դիեզը նվագվի լյայի հետ, երեխան կարող է դժվարանա, այս ինչ մատ օգտագործեն, չէ՞։ Այսինքն դա նաև ապացուցում է, որ լեգատոն նաև նշանակում է մատների ընտրություն։ Նաև նշանակում է, որ միգուցե այստեղ մենք մի քիչ ժամանակ վերցնենք, կարող է այստեղ էլ մի քիչ ժամանակ վերցնենք, ու այսպես, որովհետև ոնց որ ինքը երաժշտության մեջ ոնց որ բար լինի կամ նախադասություն, հա։ Բայց շատ ավելի կարևոր բան կա այստեղ։ Ինչ առումով, որ շատ հնարավոր է, որ եթե այս լեգատոները դրված չլիներ, մենք միացնենք ուրիշ ձևով, օրինակ։ Ու դա ինչ-որ ահավոր ձևի չէր լինի, կամ օրինակ միացնենք այս ձևով։ Չէ՞, այսինքն դա դրված է, որ մենք իմանանք, որ Շումանը ուզում է, որ մենք 100% սա միացնենք այս ձևով։ Հիմա դա այդքան հետաքրքիր չի։ Ես ձեզ ասեմ ինչն է ավելի հետաքրքիր։ Ինչու։ Հիմա մտածեք, նայեք, ու ես ձեզ հուշում եմ։ Լավ մտածեք, թե ես ինչու եմ դա նշում։ Ինչու երկու տակտով, ինչու է Շումանը մեզ պարտադրում, որ մենք երկու տակտը միացնենք իրար։ Եկեք շատ չհեռանանք, որտեղ հիշեք, սա չկա, հա, սենց ավելի լավ է ինձ թվում նայվում։ Այսինքն պետքա մենակ նայենք այդ առաջի 12 տակտին։ Հիմա ես անցնում եմ առաջ։ Եթե գուշակեցիք, թե ինչու է Շումանը դա անում, էլ եմ ասում, շատ լավ է ձեր համար գնում կյանքը, որպես երաժիշտ, շատ լավ է, շատ ուրախ եմ։ Ուրեմն սենց որպես նորմ երևի կարելի էր առաջի երկու տակտը միացնել, երկրորդ երկու տակն էլ միացնել ու հետո վերջացնել այս ամեն ինչը։ Բայց տեսեք, որ Շումանը դա չի անում ու շարունակում է անել միայն սրա համար։ Միայն այդ դրա համար։ Ինչու դրա համար։ Երբ որ մենք ու հիշեք, որ ստեղ ռեպետիցիա գնում, չէ՞, reprise, այսինքն repetition կա ստեղ, այսինքն մենք 8 տակտ լսում ենք, 2 գումարած 2 գումարած 2 գումարած 2 ու մեր մեջ արդեն ամրապնդվում է այդ ֆրազիրովկան։ Ու մենք հետո գալիս ենք այս 5-րդ տակտին, որը իրականում մեր համար դառնում է 9-րդ տակտը, repetition-ից հետո։ Ու մենք գալիս ենք ու այստեղ մեկ էլ հանկարծ ոնց որ մենք ոնց ասեմ ոնց որ անհանգստություն է մտնում մեր սրտում, ոնց որ մեր շունչը չհերիքի։ Հիմա կասեք ինչու է այդպես բաներ ասում։ Այս հրա պատճառով։ Ոնց որ երգիչը օրինակ որպես նորմ երգիչը կերգի ինքը ոչ թե մենակ 1/4, այլ 2/4 նոտա, չէ՞։
այս պաուզան ինքը չի ուզի, բայց Շումանը գրել է այդ պաուզան։ Ու այդ պաուզայից պլյուս այդ պաուզային ինքը ոնց որ ասած ստեղ գիծ արդեն դնում։ Ինչու է դա կարևոր։ Մենք նորմից դուրս ենք գալիս, որովհետև մենք ուզում ենք շատ կարևոր բան ցույց տանք։ Ինչ կարևոր բան ենք ցույց տալիս։ Դե ամեն դեպքում մեր կամարները միշտ իջնում են, հիմա մեկ էլ սկսում է երաժշտությունը բարձրանա։ Ու մենք բարձրանում ենք ուր։ Էլ չշարունակեմ։ Ինձ թվում է հասկացաք ես ինչ եմ ասում։ Իսկ եթե չհասկացաք, նորից նայեք վիդեոն։ Բայց հասկանում եք, սա գրված է երեխաների համար։ Պատկերացնում եք, այս մարդը ինչքան սեր է ունեցել, որ առաջերտին երեխաների համար 43 հատ ստեղծագործություն է գրել, բայց ինչքան խելք է ունեցել ու ինչքան հարգանք, սա շատ կարևոր է, ինչքան հարգանք է ունեցել ինքը փոքր երեխայի համար, որ ինքը գրել է այս մակարդակով։ Իսկ հիմա մենք ունենք օրինակ այսպես կոչված կոմպոզիտորներ, որ գրում են երեխաների համար ու երեխաներին դնում են դեբիլի տեղ։ Ու երբ որ դու մարդուն դնում ես դեբիլի տեղ, շատ հնարավոր ինքը դառնա դեբիլ, որովհետև դու իրան արդեն որակավորում ես։ Իսկ եթե դուք նայեք թե Բախը ինչա գրել երեխաների համար, այսօրվա դրությամբ նույնիսկ մեծ մարդիկ դժվարանում են դա կատարել։ Ու շատ վատ միտք է, եթե ձեր մտքով անցնի, որ ասեք միգուցե Բախը սխալ է գրել, չէ, միգուցե ճիշտ է գրել, ուղղակի մենք ենք հիմարացել դարաշրջանների ընթացքում։ Ու նույն ձևի ով է գրել երեխաների համար, Չայկովսկին, Շումանը։ Ու երբ որ իրան գրում են ինչ մակարդակի վրա են, ու իրանք ընդհանրապես իրանց բոլոր գրածները, որ գրում են, իրանց երաժիշտներին իրանք մեծարում են իրանց գրածով, հիմարի տեղ չեն դնում իրանց։ Դա զգացվում է այսպես բաներից։ Ու ինչ որտեղ ես շնորհակալ եմ իրանցից, որ իրանք սենց են գրում, որովհետև մեզ իրանք ոնց որ ասած հասունացնում են իրանց գրելով։ Ինձ թվում է սրանից ավել ճիշտն ասած բան չունեմ ասելու, չնայած ես այս գործի մասին շատ կարող եմ խոսամ, կարելի է խոսալ, օրինակ տեսեք, որ երբ որ այս ռե մինորը ընդգծվում է ստեղ, ու մենք իջնում ենք ռեին, հետո նորից բարձանում ենք, բայց լայն չենք հասնում, ու նորից հետո իջնում ենք ռեին։ Բայց այս տեսեք, ստեղ մենք փորձում ենք բարձրանանք լայն, տեսեք, բարձանում ենք ու ոնց որ ասած զիգզագաձև ենք բարձանում, բայց չենք բարձրանում լայն, բայց երկրորդ ձայնը մեզ ոնց որ կողքից օգնում է, ասում է ոչինչ, ես լյան կապահովեմ, մի մտածի։ Այսպիսի բաներն է, որ հիմա ցավոք սրտի բացակայում է ստեղծագործողների մտքից ու սրտից։ Դե լավ, սրանով ամփոփեմ, վերջացնեմ, այսինքն ես հուսով եմ, որ սրանք հետաքրքիր են, ես կմտածեմ, տեսնամ, թե մյուս 4 մասի ժամանակ ինչից խոսանք, խորհուրդ եմ տալիս, որ բացեք նոտաները ու այսպիսի ոնց որ փորձեք նույն խնդիրը լուծեք ձեր նոտաների մեջ, յուրաքանչյուր նշան տեսեք, կարող եք հասկանալ, թե ինչու է դրված ու դրա հիման վրա հասկանաք, թե ինչ որ չի դրված, հա, ինչ որ բացակայում է, թե դա լինի դինամիկան, արտիկուլյացիան, թե նույնիսկ տեմպը, որի մասին ճիշտ ասած այդքան չենք խոսացի, ասենք ինչ պետք է արվի այդտեղ։ Ձեզ լավ օր եմ մաղթում, հուսով եմ էլի կտեսնվենք 4-րդ մասում։